Ադրբեջանական կողմը մարտի 16-ից 17-ը 4 անգամ Հայաստանին մեղադրել է սահմանի հարավ-արևելյան հատվածում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու համար։ Նախորդին ևս եղել են նման մեղադրանքներ, եւ սա այն ֆոնին, երբ Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, թե պատրաստ են ստորագրել խաղաղության պայմանագիր։ Ադրբեջանը փաստորեն սաբոտաժի է ենթարկում դա։ Մեր պաշտպանության նախարարությունը հերքել է, որ կրակ են բացել եւ Ադրբեջանին մեղադրել ապատեղեկատվության մեջ։ Բնականաբար, աշխարհում դժվար կլինի գտնել որևէ մեկին, նույնիսկ Ադրբեջանում, ով կհավատա, թե Հայաստանն այսօր կրակ կբացի Ադրբեջանի վրա, այն էլ նոր էսկալացիայից դողացող Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Բայց պետք է հասկանալ, սիրելի բարեկամներ, թե ինչու է Ալիևը այս զավեշտալի քայլերին դիմում։ Նա հենց այնպես ոչինչ չի անում։ Ադրբեջանի կողմից արվող առերևույթի հիմար քայլերն ունեն կոնկրետ իմաստ ու նպատակ։ Միանգամից անենք մի քանի շեշտադրում, ապա հերթով կբացենք։ Առաջին. Ադրբեջանում ասում են, որ շատ մի ուրախացեք։ Բանն այն է, որ Հայաստանի իշխանություններն իրենց հայտարարություններով այնպիսի վիճակ ստեղծեցին, որ գնդակը Ադրբեջանի դաշտում է արդեն։ Ալիևն էլ վերցրեց գնդակը ու հետ շպրտեց։ Երկրորդ. հենց այդ օրը, երբ պարզ դարձավ, որ խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման, Ադրբեջանի նախագահը հստակ ասաց, որ Հայաստանի նկատմամբ չկա վստահություն։ Մինչև սահմանադրությունը չփոխեն ու ԵՀԿ Մինսկի խումբը չլուծարեն, ոչ մի պայմանագիր էլ չի ստորագրվելու։ Այս մասին խոսել ենք մեր նախորդ հաղորդումների ժամանակ, կարող եք մանրամասներին այնտեղ ծանոթանալ։ Երրորդ. չնայած այդ սպառնալիքին, Փաշինյանը շտապեց զանգել ու լսես, առաջինը Ռուսաստանի նախագահ Պուտինին, ապա այլ մայրաքաղաքներ, Ֆրանսիայի նախագահ Մակրոնին, ԱՄՆ եւ այլն։ Տեղեկացրեց, որ մենք պատրաստ ենք ստորագրել, եկեք քա որ կանգնեք, նրանք էլ ողջունեցին։ Հավանաբար Փաշինյանը գիտակցել է նրան ուղղված քննադատությունը, որը նաև մենք էինք արել, որ պայմանագրի ստորագրման ժամանակ պետք է գերտերությունները միջնորդ լինեն։ Դա որոշակի զսպող գործոն կլինի Ադրբեջանի նկատմամբ։ Փաշինյանը հավանաբար շտապել է ձեռք բերել այդ միջնորդությունը։ Դա ըստ երևույթին Ալիևին այնքան էլ դուր չի եկել, քանի որ Հայաստանի իշխանությունն այնպես դիրքավորվեց, կարծես ամեն ինչ ավարտված է ու այլևս զիջելու որևէ բան չկա։ Չորրորդ. տարածելով կեղծ լուրը, թե հայերը կրակում են, Բաքվի սուլթանն ըստ էության հասկացնում է Փաշինյանին, որ ինչ ես հայերին ու աշխարհին հանգստացնում, թե արդեն խաղաղությունը մոտ է, դու դեռ խոստումներ ունես անելու, քանի դեռ չես արել, խաղաղություն չի լինելու։ Իսկ Ալիևի պահանջներից է նաև սիրելի հայրենակիցներ, օրինակ ապառազմականացումը եւ Զանգեզուրի միջանցքը տալը։ Նա մի փաթեթով է դիտարկում Հայաստանի կողմից արվող բոլոր զիջումները։ Պաշտոնական Բաքուն մտադիր է միջազգայնացնել Հայաստանի Սյունիքի մարզի կամ ինչպես Իլհամ Ալիևն է այն անվանում արևմտյան Ադրբեջանի հարցն։ Ալիևն այս մասին հայտարարեց այսօր ադրբեջանական հեռուստաալիքներով քիչ առաջ հեռարձակված հարցազրույցում։ Արևմտյան Ադրբեջանի հարցը մենք դուրս ենք բերել միջազգային ասպարեզ, այդ նպատակով արդեն իսկ աշխատանքային խումբ է ստեղծված, նշում էր Ալիևը։ Նրա պնդմամբ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի ստեղծումը ևս օրակարգում է եւ այն Ադրբեջանի համար ոչ միայն տնտեսական կամ տրանսպորտային, այլև ռազմավարական խնդիր է։ Իլհամ Ալիևն այսօրվա հարցազրույցում նաև խորհուրդ էր տալիս Հայաստանին հավելյալ սպառազինություն չգնել, ինչպես նաև շուտապույտ կերպով ստորագրել խաղաղ համաձայնագիրը Բաքվի հետ։ Ալիևի խոսքով, եթե Ադրբեջանը զգա, որ Հայաստանից ռազմական վտանգ է գալիս, այն կչեզոքացնի այդ վտանգը թե Ադրբեջանի տարածքում, թե դրա սահմաններից դուրս։ Հինգերորդ. Միաժամանակ Ալիևը փորձել է ստուգել, թե որքանով են գործունյա Եվրամիության դիտորդները։ Սա նրանց համար թեստ էր տեսնելու, թե դիտորդներն ինչպես կարձագանքեն։ Այդ քայլով Ալիևը փորձում է ստվեր գցել նրանց վրա եւ կասկածի տակ դնել եվրոդիտորդների էֆեկտիվությունը։ Չէ՞ որ նրանց սահմանից հեռացնելը Ալիևի պահանջներից է, նա բազմիցս է թույնոտ հայտարարություններ արել ԵՄ դիտորդական առաքելության հասցեին։ Եվ ահա, մարտի 17-ին դիտորդական առաքելությունը հերքեց Ադրբեջանի պնդումներն ու հայտարարեց, որ պարեկները մոնիտորինգ են արել սահմանին, իսկ այնտեղ անդոր է ու արտարոց ոչինչ չկա։ Այստեղ արժե ծափահարել եվրոդիտորդներին, որոնք ապա լեգիտիմացրին Ադրբեջանի սպառնալիքները, բայց կանխել ցավոք չկարողացան, Ադրբեջանից շարունակեցին պնդել, որ հայերը կրակում են։ Առհասարակ, երբ հայտնի դարձավ, որ Հայաստանի կառավարությունը միակողմանիորեն համաձայնել է Ադրբեջանի պայմաններին եւ փաստացի հրաժարվել 2 կետի շուրջ բանավեճից, շատերը դա որակեցին որպես երկրորդ կապիտուլյացիա։ Այդ երկու կետն էին միջազգային դատական հայցերից հրաժարվելը եւ երրորդ երկրների ուժեր սահմանին չտեղակայելը։
Սա իսկապես կապիտուլյացիոն բնույթի պահանջներ էին, որին Փաշինյանը համաձայնել է։ Դա նշանակում է հրաժարվել Արցախի հարցում իրավունքներից, արդարացնել Ադրբեջանի ագրեսիան, ինչպես նաև զրկել Հայաստանին ինքնուրույն դաշնակիցներ ունենալու եւ նրանց ռազմական օգնությունը ստանալու հնարավորությունից։ Սա իրավական եւ քաղաքական կապիտուլյացիա է, բայց դա միակը չէ։ Շատ ավելի վատ հեռանկար է խոստանում Ադրբեջանի մյուս պահանջների կատարումը։ Իրականում Հայաստանի վարչապետը համաձայնել է սահմանադրությունը փոխել եւ անխոչնդոտ ճանապարհ տալ Ադրբեջանին։ Կառուցողական է համարել Մինսկի խմբի լուծարումը, ասելով, որ եթե չկա կոնֆլիկտ, ապա չկա նաև Մինսկի խմբի կարիքը։ Իլհամ Ալիևի նախօրեի սպառնալից հայտարարություններից 2 օր անց Նիկոլ Փաշինյանը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար Հայաստանի Հանրապետության անունից 12 կետանոց, այդ թվում ԵԱԿ Մինսկի խումբը լուծարելու առաջարկ է արել։ Վարչապետը կառուցողական արտահայտվելով ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի եռանախագահությամբ աշխատած Մինսկի խմբի լուծարման գաղափարի մասին նաև շեշտել էր։ Հայաստանն ուզում է համոզվել, որ հենց այդ նույն տրամաբանությամբ է հարցին մոտենում Ադրբեջանը եւ նրա մղումը այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի խոսույթի զարգացմամբ Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն իրագործելը չէ։ Մի հայտնի խոսք կա, որ ժամանակին ասել էր Ֆրանսիայի ոստիկանապետ Ժոզեֆ Ֆուշեն Նապոլեոնին. դա ավելի վատ է, քան հանցագործությունը, դա սխալ է։ Եվ ես վերաշարադրելով այդ խոսքը կասեի, որ դա ավելի վատ է, քան կապիտուլյացիան, դա ճակատագրական սխալ է։ Համաձայնելով վերանշված երկուսիչմանը, Փաշինյանի կառավարությունը լեգիտիմացրեց Ադրբեջանի մնացած անթույլատրելի պահանջները։ Պանդորայի արքը նա այլևս ունակ չէ փակելու։ Տեսեք, Ալիևը բոլոր հարթություններում Հայաստանին փորձում է դարձնել լիովին անպաշտպան սուբյեկտ կամ ավելի ճիշտ կլինի ասել արդեն օբյեկտ։ Չի եղել աշխարհում որևէ երկրի այնպիսի կապիտուլյացիա, ինչպիսին ուզում է Ադրբեջանը պարտադրել Հայաստանին։ Դրանք ունեն մի քանի հարթություններ։ Առաջին հարթություն ռազմական։ Ալիևը պահանջում է, որ Հայաստանի սահմանին չպետք է լինեն երրորդ երկրների ուժեր։ Այսինքն Հայաստանն ինքնուրույն իրավունք չունի ունենալ դաշնակիցներ եւ սեփական երկրի տարածքում տեղակայել իր դաշնակիցների կամ թեկուզ միջազգային ուժեր։ Սրանով Հայաստանին Ալիևը փորձում է մեկուսացնել աշխարհից, զրկել կոլեկտիվ անվտանգությունից եւ դաշնակիցներ ունենալու հնարավորությունից։ Այդպես Հայաստանը մնում է մենակ ադրբեջանա-թուրքական օղակի մեջ։ Մյուսը պահանջում է չզինվել, իսկ գնաց զենքերն էլ հետ ուղարկել։ Միաժամանակ պահանջում է որպես ռազմական հանցագործներ իրեն հանձնել Հայաստանի ու Արցախի ականավոր զորահրամանատարներին ու գործիչներին, դրանով փորձելով հայ ժողովրդին զրկել իր հերոսներից, հայրենիքի համար պայքարն ու զոհվելուն պատրաստ լինելու կամքը լիովին արմատախիլ անելով հայերի միջից։ Բաքվի շինծու դատավարության քարոշական իմաստը հենց դա է։ Նման ստորացուցիչ պայմաններ անգամ Գերմանիան ու Ճապոնիան չեն կատարել երկրորդ համաշխարհայինում անվերապահ կապիտուլացվելուց հետո։ Երկրորդ հարթություն՝ քաղաքական ու աշխարհաքաղաքական։ Պահանջելով Զանգեզուրի միջանցք 300,000 ադրբեջանցի այսպես ասած փախստականներին ընդունել եւ այլն, Ալիևը ցանկանում է աշխարհաքաղաքականապես մասնատել ու ներսից կազմաքանդել Հայաստանը։ Դա սողացող ագրեսիա է, տարածքներ գրավելու ոչ ռազմական մեթոդ, երբ սեփական ազգին այլ պետության տարածքում իրավաբանորեն տեղակայելով ու բազմացնելով հասնում են այդ երկրի գրավմանը ներսից։ Նա ցանկանում է Հայաստանում կոմպակտ բնակեցնել ադրբեջանցիներ, ստեղծել տրոյական ձիեր, որպեսզի աստիճանաբար, հատկապես անկլավները հետ զավթելուց հետո, ձևավորի ինքնավար միավորներ, որոնք փորձեն հետո Հայաստանի դեմ անջատողական պայքար սկսելու մասնատել մեր երկիրը։ Երրորդ հարթություն՝ դիվանագիտական։ Պահանջելով լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, Ալիևը ոչ միայն Հայաստանին պարտադրում է իրավաբանորեն հրաժարվել Արցախից, այլև զրկում է մեզ միջազգային միջնորդական աջակցությունից ընդհանրապես։ Սա բոլոր հարցերը միայն երկկողմ ձևաչափով լուծելու պահանջի շարունակությունն է։ Այսինքն, փորձ է արվում կրկին դիվանագիտական առումով մեկուսացնել Հայաստանին։ Չորրորդ հարթություն՝ իրավական։ Սահմանադրության փոփոխության պահանջը Հայաստանի ներքին գործերին միջամտելու եւ մեր երկիրը իրավաբանորեն մեղավոր ճանաչելու ձգտում է, որով մենք ինքներս մեր ձեռքով մեզ մեղավոր ենք ճանաչում թե ցեղասպանության, թե Արցախի պատերազմի համար։ Մենք ինքներս մեր ձեռքով մեզ ճանաչելու ենք ագրեսոր, ինչի համար անխուսափելիորեն հետո կրելու ենք իրավական պատասխանատվություն։ Ալիևը դրանից հետո դատական հայցերից հրաժարվելու դրույթը չեղարկելու է իր մասով եւ պահանջելու է փոխհատուցում։ Երբ է Ադրբեջանը կատարել իր ստորագրած պարտավորությունները։
Ինչպես նոյեմբերի 9-ի ոչ մի դրույթ չկատարած, մեզնից պահանջում է 9-րդ կետի կատարում, այնպես էլ խաղաղության պայմանագրի ցանկացած դրույթ մեկնաբանելու եւ կիրառելու է սեփական հայեցողությամբ, իսկ Հայաստանն արդեն ոչինչ անել չի կարողանալու։ Նման կապիտուլյացիա չի ստորագրել աշխարհի ոչ մի պետություն։ Հիմա արդեն պարզ է, չէ, թե ինչու եմ ասում, որ սա ավելի վատ է, քան կապիտուլյացիան։ Սա պարզապես ճակատագրական սխալ է։ Սա ոչ թե խաղաղություն է լինելու, այլ Հայաստանի դեմ նոր պատերազմի լեգիտիմացում եւ առհասարակ հայկական պետականության հիմնադրույթների ոչնչացում։ Գույները ամենևին չեմ խտացնում։ Մենք պարզապես ուշադիր լսում եւ կարդում ենք, թե ինչ են ասում ու գրում Ադրբեջանում։ Նրանք այս ամենը չեն էլ թաքցնում, նրանք չեն ցանկանում խաղաղություն։ Որքան էլ Հայաստանի իշխանությունը փորձում է ձևացնել, թե Ադրբեջանի պահանջով չեն ուզում սահմանադրություն փոխել, թե իբր դա իրական եւ պատմական Հայաստանի ներքին բանավեճ է, բայց չի կարելի սեփական ժողովրդին դնել այդ աստիճան մտավոր հետամնացի տեղ։ Արցախի վերամիավորումը Հայաստանին եւ Արևմտյան Հայաստանում ցեղասպանության ճանաչման հարցը Հայաստանի անկախության հռչակագրում ամրագրված նպատակներից են, որոնց հղում է անում մեր սահմանադրությունը։ Փաշինյանն էլ դա հենց համարում է պատմական Հայաստան։ Իսկ իրականը այն է, փաստորեն, ինչ Թուրքիան եւ Ադրբեջանն են որոշում, ինչի հետ Փաշինյանը համաձայն է, բայց արդյոք հայ ժողովուրդն էլ է համաձայն։ Միանշանակ ոչ, բայց այդ որոշումը ցանկանում են պարտադրել հայ ժողովրդին։ Ադրբեջանն ու Թուրքիան վաղուց դեռ 1990-ականներից պահանջել են հրաժարվել անկախության հռչակագրի այդ դրույթներից, քանի որ դա համարում են տարածքային պահանջ իրենց նկատմամբ։ Մինչդեռ արցախցիների ինքնորոշման իրավունքը եւ մարդկության դեմ հանցագործությունների դատապարտումը որևէ կերպ չի կարելի համարել տարածքային պահանջ։ Դա թուրքական մեկնաբանություն է, որին համաձայնելը նշանակում է կասկածի տակ դնել առհասարակ Հայաստանի Հանրապետության գոյության իրավունքը, քանի որ դա էլ կարող են համարել տարածքային պահանջ Ադրբեջանի նկատմամբ։ Ես ինձնից չեմ հորինում։ Դրա վկայությունն է Ալիևի կողմից շրջանառության մեջ դրված Արևմտյան Ադրբեջան վտանգավոր եզրույթը, որով պահանջ են ձևակերպել ընդունել Հայաստանում 300,000 ադրբեջանցի փախստականների։ Ադրբեջանում ամեն ինչ ուղիղ ձև են հասկանում։ Եթե Արցախը Ադրբեջան է, ապա Հայաստանը ինչու չպետք է լինի Ադրբեջան։ Եթե այդպես հեշտ հրաժարվում են հայերը սեփական անկախության հռչակագրի երկու կարևոր դրույթից, հենաթող մնացածից էլ առհասարակ Հայաստանից ընդհանրապես հրաժարվեն։ Թուրքիան եւ Ադրբեջանը իրավական խնդիրներ չեն բարձրացնում, որ Փաշինյանի կառավարությունը մի հատ էլ փորձում է իրավաբանորեն արդարանալ ու համոզել բոլորիս, որ իբր Ալմաթայի հռչակագրով մենք իրավաբանորեն մեզ երաշխավորում ենք, դա ցնդաբանություն է։ Թուրքիա եւ Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են, որ մենք կամավոր ինքներս հրաժարվենք մեր բոլոր իրավունքներից, որոնք ունեն միջազգային ճանաչում։ Թե Արցախն էր միջազգայինորեն ճանաչված սուբյեկտ որպես հակամարտության կողմ, թե ցեղասպանությունն է միջազգայինորեն դատապարտվել որպես մարդկության դեմ հանցագործություն, դա մեր կմահաճույքը չէ։ Եվ քանի դեռ անկախության հռչակագիրը կա մեր օրենսդրության մեջ, թուրքերը հասկանում են, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթն անգամ կարող է հետո հռչակվել հակասահմանադրական։ Այս խաղաղության պայմանագրիրն էլ հետը վերցրած։ Փաշինյանը, երբ Արցախը ճանաչեց Ադրբեջան փաստացի դեմ, դուրս եկավ անկախության հռչակագրին, բայց նա ընդունել է Ադրբեջանի պահանջները որպես խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայմաններ։ Այլապես ինչու պետք է ամբողջ ազգին օր ու գիշեր իրական ու պատմական Հայաստանի դասախոսություններով զբաղացներ, ամեն անգամ իջեցնելով իր վարկանիշն ու արժանանալով հայոյանքների։ Նա գիտի վստահաբար, որ դա իջեցնում է իր վարկանիշը, բայց նա խոստացել է դա անել։ Քանի որ վախենում է նոր պատերազմից, միաժամանակ իրականում դա իր համոզմունքն է։ Նա կիսում է ադրբեջանա-թուրքական նարատիվները։ Հայ ժողովրդին նա դրել է խաղաղության ու պատերազմի դիլեմայի առաջ, բայց այդ խաղաղության հետ սկուտեղի վրա մեզ մատուցվում է նաև ազգային ամոթն ու խայտառակությունը։ Նա փորձում է մանևրել, դա անում է անվստահ, չգիտի թե ինչպես դուրս գա այդ ծողակից, անդադար ձգձգում է, փաթեթավորում, որ դա մեր ներքին խնդիրն է, այլ ոչ թե Ադրբեջանի պահանջը։ Տեսնելով, որ չի անցնում այդ թեզը, հետո նորից սկսում է այլ կերպ փաթեթավորել, բայց ժամանակն անցնում է։ Ընտրություններին հաշված ամիսներ են մնացել։ Փաշինյանի վարկանիշը պատմական նվազագույնի վրա է։ Անհայտ է, թե նա արդյոք կվերընտրվի, որ մի հատ էլ կատարի Ադրբեջանի այդ պայմանները։ Հետևաբար Ալիևն անհանգիստ է։ Նա շտապում է։ Աշխարհն արագ փոխվում է, երբ կունենա նման շանս, երբ կկարողանա Փաշինյանի նման նվեր ստանալ։ Ստացվում է, որ Ալիևի առաջ ստանձնած բոլոր պարտավորությունները չարած, Փաշինյանը շտապում է խաղաղության պայմանագիր ստորագրել։ Ալիևը հասկանում է, որ այդպես Փաշինյանը կարող է գլուխն ազատել, ժողովրդին ու աշխարհին հանգստացնել, որ ահա կա խաղաղություն վերջապես։ Պատերազմի շանտաժն այլևս չի կարող լինել, հետևաբար թե սահմանադրությունը փոխելու,
թե ապա ռազմականացման, թե միջանցքի հարցերում ոչինչ էլ Ադրբեջանը չի ստանա։ Հիմա Ադրբեջանում նույնպես երկընտրանքի առջև են։ Եթե խաղաղության պայմանագիր չստորագրեն, Փաշինյանի արդեն արած հսկայական զիջումները գուցե դժվար կլինի թղթով հետո հավերժացնել, բա որ Փաշինյանին հեռացնելուց հետո Հայաստանի մի նոր ղեկավար հրաժարվի այդ թղթերից։ Նախ թողած Նիսիայի հետևից արժե որ գնալու այս շանսը բաց թողնել։ Վստահաբար այդ հարցը տալիս են իրենց Ադրբեջանում, սակայն մյուս կողմից, եթե ստորագրեն, մնացած պահանջներին հետո ոնց են հասնելու։ Փաշինյանը կարող է կրկին ժամանակ ձգելու արդեն խաղաղության պայմանագիրը ձեռքին հրաժարվի անել Ալիևի մնացած պահանջները։ Դրա համար է Ալիևն ասում, որ չկա վստահություն Հայաստանի ոչ մի իշխանության նկատմամբ։ Սա Փաշինյանի թիմը լավ է հասկանում։ Դրա վկայությունն է ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի վստահությունը, որ Ադրբեջանը նոր ռազմական ագրեսիայի չի դիմի։ Բայց ԿՊԱ-ականների վստահության վրա երբեք չարժե վստահ լինել։ Նրանք հաճախ են փոխել իրենց խոսքը եւ հետո փոշմանել իրենց ինքնավստահ հայտարարությունների համար։ Ադրբեջանի նախագահը փորձում է հասցնել բոլորիս, որ խաղաղության պայմանագրով անգամ խաղաղության հույս չունենանք, քանի դեռ չենք կատարել նրանց բոլոր պահանջները։ Այսպիսով Ալիևին կարող է կանգնեցնել միայն Հայաստանի բոլորովին նոր ղեկավարությունը, Փաշինյանի կառավարությունը ունակ չէր եւ չի լինելու։ Իսկ Հայաստանի նոր ղեկավարությունը Ալիևին կարող է կանգնեցնել միայն անելով ճիշտ հակառակը այն ամենի, ինչ նա պահանջում է։ Եթե իսկապես Ադրբեջանում ուզում են խաղաղություն, ապա խաղաղության պայմանագրում պետք է լինեն մի քանի շատ կոնկրետ դրույթներ, որոնք վերջ են դնում պատերազմին, հստակեցնում սահմանները, ճանաչվում են անկախություններն ու սուվերենությունը, զորքերը հետ են քաշվում սահմանագծից, տեղակայվում են միայն սահմանապահներ, բացվում են կոմունիկացիաները, հաստատվում դիվանագիտական ու տնտեսական հարաբերություններ, այսքանը լիովին բավարար է։ Լավ կլինի, որ լինեն միջնորդներ, ինչպես եղել է օրինակ Իսրայելի ու Եգիպտոսի միջև խաղաղության պայմանագրի ժամանակ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները երաշխավորում էր եւ նպաստում երկու երկրների տնտեսական կապերի խորացմանը։ Մեր պարագայում կարող են միջնորդ լինել մի քանի պետություն։ Իսկ այն, ինչ պահանջում եւ անում է Ադրբեջանը, ոչ թե խաղաղությանն է միտված, այլ նոր պատերազմին։ Հետևաբար ինչու կամավոր ավելի թուլանալ, եթե կռիվն անխուսափելի է։ Եթե կռիվն անխուսափելի է, ապա պետք է ոչ թե հանձնվել, այլ տանել այդ կռիվն արժանապատվորեն, միայն այդպես կարելի է կռիվը կանգնեցնել, հատկապես երբ արդարությունը մեր կողմն է։ Հաղթում են պայքարելով, հանձնվելով միայն պարտվում են, իսկ խաղաղությունն էլ ապահովվում է միայն ուժով։ Եթե ցանկանում ենք ունենալ իրական խաղաղություն, ապա Հայաստանի ղեկավարությունը օրոգիշեր պետք է զբաղվի երկրի ռազմական ու տնտեսական պոտենցիալի մեծացմամբ, Ադրբեջանի հետ ուժերի բալանսի վերականգնմամբ, այլ ոչ թե իրական ու պատմական Հայաստանի կեղծ բանավեճով։ Ալիևն իրականում բացում է բոլորիս աչքերը, հստակ հասկացնելով, որ առանց ուժեղ Հայաստանի խաղաղություն երբեք չի լինելու։ Եթե հավանեցիք հաղորդումը, սեղմեք հավանելու կոճակը, բաժանորդագրվեք ու տարածեք այս տեսանյութը, արեք մեկնաբանություններ սիրելի հայրենակիցներ։ Մենք կհետևենք իրադարձությունների զարգացմանը, շուտով նորից կհանդիպենք։